Մենք պարտավոր ենք անընդհատ հետևել իրավիճակին, կոչ ենք անում կամավոր սահմանափակել հոսանքի սպառումը։ Դա հսկայական կենդանի էր, ուներ մի 5 մետր բարձրություն, քաշը 7-8 տոննա։ Հին մայրցամաքում շոկ է, անտառային հրդեհներ են, հիմա էլ գետերն են ցամաքում։ Եվրոպայում երկարությամբ երկրորդ գետը Դանուբը հոսում է 10 երկրների տարածքով, Գերմանիայից հասնում է Սևծով։ Դրա մակարդակը ռեկորդային նվազում է գրանցել։ Ցամաքումը ծանր կացություն է ստեղծել այդ երկրներում։ Հունգարիայում եւ Ռումինիայում վտանգվել է ատոմակայանների աշխատանքը, քանի որ դրանց ռեակտորները սառեցվում են գետի ջրով։ Հունգարացիները դիմել են հովարային անջատումների, Հոյակերտ Բուդապեշտի ամենահայտնի շենքերն են հոսանքազրկված։ Ռումինացիները պայթեցումներով են հզորացնում ջրի հոսքը դեպի ատոմակայան։ Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարի խոսքով ատոմակայանի վթարը կանխելու համար դրա աշխատանքը սահմանափակվել է։ Առաջիկայում հնարավոր է նոր եղանակային ռեկորդ։ Folyamatosan figyelnünk kell óráról órára az energia egyensúlyt és a szükség. Մենք պարտավոր ենք անընդհատ հետևել իրավիճակին, կոչ ենք անում կամավոր սահմանափակել հոսանքի սպառումը, այլապես ստիպված կլինենք ամբողջ հիմնարկները անջատել հոսանքից։ Kezdeményezni bizonyos ipari fogyasztóknál. Ez egy óriási felelősség. Բուդապեշտում Դանուբի մակարդակը ցամաքումից իջել է մինչև 10 սանտիմետր, 2018-ի ամռանը նույն ճգնաժամն էր, բայց գետի մակարդակը 33 սանտիմետր էր, այսօրվա համեմատությամբ ավելի քան 3 անգամ բարձր։ Սերբիայում Պրահովո անվամբ Արապնյա ավանում Դանուբի մակարդակը այնքան է իջել, որ երևում են երկրորդ աշխարհամարտի տարիներին խորտակված նավերի բեկորները։ Բնակիչները շատ են մտահոգված, բայց մյուս կողմից էլ կործանված նավերը հետաքրքիր են։ Այդ է ասել Իվիցա Գավրիլովիչը։ Մարդիկ չգիտեն, թե ինչպես կարող են հասնել նավերին։ Շատերն են ցանկանում տեսնել, բայց այս պահին դեռ հնարավոր չէ։ Սլովակիայում գետում նկատվել են երկրորդ աշխարհամարտից մնացած բրիտանական ականներ, սակրավորները դրանք հեռացրել եւ պայթեցրել են։ Իսկ Ռումինիայում զինվորականները փորձում են պայթեցումներով շտկել Դանուբի հոսքը։ Պաշտպանության նախարար Ռադու Միրուտայի խոսքով պայթյունով ոչնչացվել է մի ժայռ, ինչը պետք է թեթևացնի նավարկությունը եւ ապագայում նախատեսված գետի հատակը խորացնելու աշխատանքները։ S-au introdus 180 de kilograme de explozibil. Ջրասուզակները 180 կիլոգրամ պայթուցիկ են տեղադրել ժայռի տակ եւ դրա վերևի հատվածում։ Հռենոսը Գերմանիայի ամենաերկար գետն է, ըստ Քյոլնի ջրաչափի օգոստոսի 1-ի արձանագրության մակարդակը 61 սանտիմետր էր, դա 1 սանտիմետրով ցածր է 2018-ի մակարդակից։ Սերբիայում Դանուբի մակարդակի նվազումից խորտակված նավերն են տեսանելի դարձել, իսկ Բուլղարիայում մեկ այլ անակնկալ ցամաքած հատակում գիտնականները հայտնաբերել են մամոնտի մնացորդներ։ Ռուսա քաղաքի թանգարանի բնության բաժնի ղեկավար Կրասիմիր Կիրովի փոխանցմամբ խոսքը այսպես կոչված բրդոտ մամոնտի մասին է՝ Mammutus primigenius։ Այդ կենդանիները տասնյակ հազարավոր տարիներ առաջ բնակվել են Եվրոպայում։ Կիրովը ենթադրում է, որ մամոնտի կմախքի մեծ մասը գետնի տակ է մնացել։ Դա հսկայական կենդանի էր, ուներ մի 5 մետր բարձրություն, քաշը 7-8 տոննա։ Հռենոսը Էլբան Դանուբը ցամաքում են դատելով այս օրերի եղանակից բարելավում չի ակնկալվում։